Բարև ձեզ, երբ իրավապահները թակում են եկեղեցու դռները, ստեղծվում է մի իրավիճակ, երբ առնվազն հանրային ընկալումների մեջ հարցը դադարում է լինել սոսկ իրավական եւ ձեռք է բերում այլ երանգներ եւ երանգավորումներ։ Արագածոտնի թեմում տեղի ունեցած իրադարձությունները, խուզարկությունները, ձերբակալությունները, թեմի առաջնորդի կալանավորումը եւ դրան հաջորդած աղմուկը հենց սրա մասին են խոսում։ Ինչ է տեղի ունեցել, մինչ հասարակությունն ու քաղաքական դաշտը քննարկում էին ստեղծված իրավիճակը, քննությունը մեղադրանք է առաջադրում ընտրական իրավունքին խոչընդոտելու եւ մարդկանց հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու հիմքերով։ Էջմիածինը բնականաբար այս մեղադրանքը չի ընդունում, համարում է սա ապօրինի քաղաքական հետապնդում եւ իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ հակաեկեղեցական արշավի դրսևորում, իշխանությունը, հակառակը, իշխանականները պնդում են, որ տեղի ունեցել իրավական, իրավաչափ, օրինական գործընթաց։ Հենց այս երկու տեսակետների մեջ էլ ծավալվում է հանրային քննարկումը, կրքերը թեժանում են, արմատական ընդդիմությունը ձայնակցում է եկեղեցուն, փաստորեն ստացվում է մի իրավիճակ, երբ Հայաստանը կանգնած է սահմանագծերին, հոգևոր, քաղաքական, ներքին, արտաքին, ներսում սրացումներ, այդ թվում եկեղեցու շուրջ, դրսում փորձում են ձևափոխել խաղաղության օրակարգը եւ գործընթացը, մասնավորապես Ռուսաստանը հայտարարում է, թե դեռ հույսը չի կորցրել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է լինել Մոսկվայում եւ հայտարարում է, թե Մոսկվայի առաջարկը հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար դեռ արդիական է, իսկ Ադրբեջանի նախագահը արդեն Զանգեզուրի միջանցք ձևակերպման փոխարեն օգտագործում է TRIP ձևակերպումը, TRIP նախագիծը։ Այս հարցերն են լինելու մեր այսօրվա քննարկման առանցքում, սա Ազատ զրույցն Free News-ի եթերում, այստեղ համադրում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները, զրուցակիցս Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Արշակյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք Արագածոտնի թեմից եւ եկեղեցի իշխանություն, ավելի ճիշտ իշխանության ներկայացուցիչներ, եկեղեցու սպասավորներ այս հարաբերություններից ինչ տպավորություն ունեք Արագածոտնի թեմում տեղի ունեցած այս զարգացումների վերաբերյալ։ Իրավական է, միայն իրավական է, թե քաղաքական երանգավորումներ ունի։ Սկսենք եկեղեցի պետություն, եկեղեցի հայկական պետություն հարաբերությունները շատ կարճ քննարկելուց հետո կանցնենք արդեն մասնաճյուղերին։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին գործել է անընդհատ հազարավոր, կարելի ասել 1500 տարի գործել է որպես օտարպետության հետ շփվող կրոնական կազմակերպություն։ Հայկական պետությունը, հայկական պետականությունը կիսանկախ վիճակ է եղել ամենաշատը, այսինքն հայ առաքելական Սուրբ եկեղեցին գործել է, սպասարկել է օտար պետությունում, օտար իշխանությունների, եթե Հայաստանում է եղել, օտար իշխանություններին է սպասարկել, օտար որևէ արաբական, պարսկական, հռոմեական, թուրքական իշխանությունը հանդուրժել է հայ առաքելական Սուրբ եկեղեցին մի պայմանով, որ դա պետք է սպասարկի իր շահերը տարածքում Հայաստան, հայկական նահանգներում, այդպես ասենք, այդ իմպերիաների։ Ուրեմն դա մինչև ռոմանովները, մինչև ռուսական իմպերիան սովետական էր, թե պրավասլավն էր, դա արդեն կարևոր չի։ Այսինքն հայ առաքելական Սուրբ եկեղեցին հայրենի իշխանության հետ, հայկական անկախ պետության, Հայաստանի շահերը պաշտպանող, ներկայացնող իշխանության հետ հարաբերություն չունի։ Իր կանոնադրությունը նախատեսված է օտարի հետ շփվելու համար։ Մեղմ եմ ասում օտարի, երբեմն դրանք միայն օտար չեն եղել, թշնամի են եղել, օրինակ պրավասլավն են, օրթոդոքսալ ռուսական եկեղեցին, իսկ գլխավորը ռուսական եկեղեցու եղել է իմպերատորը։ Դա հետաքրքիր է, եկեղեցու ղեկավարը հենց ինքը ցարն էր։ Ուրեմն, քանի որ եկեղեցին, ուղղափառ եկեղեցին կամ իսլամը խալիֆի ժամանակ որևէ արաբ թե թուրք կարևոր չի։ Եղել է ղեկավարը, եղել է թշնամի կազմակերպության, իր թշնամի մրցակից կուսակցության
կարգավորողը, գործերի կարգավորողը։ Մի քիչ երկար ստացվեց նախադասությունից, բայց պարզ է, չէ՞, ինչի մասին է խոսքը, այսինքն այն կանոնադրություն, այն հատորը, որը որ սեղանին դրված է, մեր եկեղեցու կանոնադրությունը, դա ձևավորվել է եկեղեցի եւ օտար պետություն հարաբերությունների համար։ Ես կարծում եմ, որ մեր օրակարգում հիմա կա անկախ Հայաստանի հայ ժողովրդի պետության, հայ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության եւ կրոնական կազմակերպությունների հարաբերություններ, որտեղ մենք հայերս միայն Էջմիածնի, Սուրբ Էջմիածնի, ես պնդում եմ, չի կարելի ասել Էջմիածին, Սուրբ Էջմիածնի հավատացյալները չենք։ Մենք ունենք նաև հռոմեական հավատքի, կաթոլիկներ ունենք, բողոքականներ ունենք, ավետարանչականներ, ունենք նույնիսկ մահմեդական հայեր, մեր հայրենիքին նվիրված հայեր ունենք։ Այսինքն դրա համար ես ասում եմ, հայկական պետությունը եւ կրոնական կազմակերպությունները, այլ ազգիներ, օրինակ եզդիների կազմակերպությունը, մահմեդականներ կան արդեն պարսիկները, նրանց հետ մեր պետության եւ նրանց հարաբերությունները օրակարգում են, սեղանին դրված են, հարկավոր է դա կազմակերպել, բայց կազմակերպել ինչպես կարգն է, այսինքն ունենալ ծրագիր խղճի ազատության հենքի վրա, խղճի ազատությունը գլխավորն է, մեր քաղաքացիները ազատորեն կարող են ընտրել իրենց խղճին հարմար կրոնական կազմակերպություն, ու պետությունը պետք է այդ լայն ընդգրկումով միջոցառում անցկացնի, որ իմանանք վերջապես մեր ծրագիրը որն է։ Հիմա մենք սովետական միության, խալիֆաթի, օրթոդոքս Հոռոմի եւ ցարի, թուրքական Օսմանյան կայսրության ձևավորած կրոնական կազմակերպության կանոնադրությունով գրանցել ենք կազմակերպություն մեր երկրում։ Ուրեմն պետք է դա հիմա դրվի եւ քննարկվի, ընդգրկելով շատ ուժերի, մարդասիրական ուժերի, կրոնական կազմակերպությունների բազմաթիվ եւ Հայաստանի արդարադատության համակարգը։ Ուրեմն դա մեկ։ Այն ինչ որ ավելացրեք այդ։ Ավելացնեմ, այսինքն դա գլխավորն է։ Հիմա ես ասեմ, դրա կարիքը կա։ Մենք ունենք մեծ աշխատանք այդ ուղղությամբ, այսինքն գործ կա, հարկավոր է դա անել, թերի է, ճիշտ այնպես ինչպես հիմա մենք խոսում ենք, սա երկրորդը, իրավական բարեփոխումների մասին, ճիշտ այդպես պետք է խոսենք նաև հայկական պետություն, հայկական ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն։ Ես մի նախադասություն ավելացնեմ նախորդ աբզացի վրա, շատ կարևոր էր։ Բոլոր այն պետությունները, որոնցից որ մենք ժառանգություն ստացանք պետականությունը կամ նվաճեցինք, դրանք բոլորը ոչ դեմոկրատական, անազատ պետություններ են եղել, եւ պարսկական, եւ հռոմեական, եւ թուրքական, եւ արաբական, եւ ռուսական պետությունները դիկտատուրա են եղել։ Այսինքն մենք ազատ երկրի հետ հարաբերությունների կուլտուրա մեր եկեղեցին, ես որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատացյալ եմ ասում, մենք չենք ունեցել այսքանը։ Ես կարծում եմ, որ ճիշտ այնպես ինչպես բարեփոխումներ պետք է արվեն արդարադատության համակարգում, տնտեսական համակարգում, ամեն ինչում, այդպես էլ պետություն, հայկական պետություն եւ կրոնական կազմակերպություններ հարաբերությունը հարկավոր է դնել, քննարկել եւ ընդունել։ Պարոն Աշակյան, դուք ասում եք, որ հայ առաքելական եկեղեցու կապը եղել է օտար պետությունների կամ Հայաստանում օտար իշխանությունների հետ։ Այս մասին մենք չենք իմացել, թե իմացել լրել ենք եւ սահմանադրության մեջ գրել ենք առանձնահատուկ դերակատարության մասին առաքելական եկեղեցու։ Դա նույնպես ժառանգություն էր բռնապետությունից, արտոնություն տալ ուղղափառ եկեղեցուն, արտոնություն տալ կաթոլիկ եկեղեցուն, արտոնություն տալ մահմեդականությունը շիա կամ սունի, այսինքն ովքեր որ գրել են դա, ես այն ժամանակ, նախագծի ժամանակ ասել եմ, դուք տուրք եք տալիս խտրականությանը, դուք ականապատում եք մեր օրենքը, մեր հավատացյալների իրավունքները եւ առանձնապես հայ առաքելական Սուրբ եկեղեցին դուք դարձնում եք թիրախավորում եք, տալով արտոնություն, դուք նրան զրկում եք զարգացման, արդիականացման, ճկունության իրավունքից, դուք հայկական պետությունը ականապատում եք։ Ես ասել եմ սրանից 10 տարի առաջ, իմ նման շատերն են ասել, դա լուրջ, այ հենց դա է կարևորը, որ նույնիսկ սահմանադրության մեջ արձանագրեցին
Առանձնահատուկ, բացասական առանձնահատ նշանը փոխեցին։ Ժամանակին հայ առաքելական սուրբ եկեղեցին ուներ բացասական առանձին իրավունք կարգավիճակ, որտեղ կար մահմեդականությունը կամ կար օրթոդոքսը։ Գրում են հայերը սահմանափակ իրավունք ունեն։ Հիմա մերոնք նշանը այդ մինուսի վրա մի հատ գծիկ քաշեցին, դարձրեցին պլյուս, բայց ըստ էության դա խտրականություն էր, դա վատ բան էր։ Ուրեմն այո, մեր եկեղեցին դեռևս մնացել է օտար իշխանության հետ շփվող եկեղեցի։ Եվ ավելացնում եք, որ բացի այն, որ մնացել է օտար իշխանության հետ շփվող, մեկ ասում հասկանում եմ։ Այո, ճշնամի իրական։ Եվ պետք է բարեփոխել այնպես, ինչպես տարբեր ոլորտներ, դատաիրավական, այս եւ այլն։ Ինչպես է դա հնարավոր անել, երբ ձեր ասած այդքան ժամանակահատվածում 1500 տարի եւ ավել եղել է այդ իրավիճակը, այդ կառուցվածքը, այդ շփումները, այդ ազդեցությունները։ Ավանդություն ունենք։ Ավանդական է, էլի։ Ավանդական եւ հանրային ընկալում։ Այո։ Ինչպես է պետք անել դա։ Ես բազմիցս առաջարկել եմ նախքան այս ընդհարումը 10 տարի առաջ առաջարկել եմ անցկացնել Եգորյան Էդիկը հանգուցյալ։ Այդպիսի մեկն է պետք երանդով, որ օրենք դարձնի, այսինքն արդիականացվի ոչ միայն հայ առաքելական սուրբ եկեղեցին, մենք աթեիստական պետությունից ենք արգելված, խղճի ազատությունը արգելված, բոլորի համար արգելված պետությունից ենք դուրս եկել։ Այսինքն մենք պետք է հարմարեցնենք մեր քաղաքացիների շահերից ելնելով։ Տեսեք խնդիրը որն է, ոչ թե հոգևորականների, ոչ թե վարչարարության հարկահավաքների շահերից ելնելով, այլ մեր քաղաքացիների, հավատացյալ քաղաքացիների շահերից ելնելով անցկացնել լայն քննարկում, որպեսզի կուտակային սկզբունքով կուտակենք, տեսնենք մենք ինչպեսին պետք է լինի կրոնական կազմակերպությունը, ինչպեսի կարգավիճակ պետք է ունենա կրոնական կազմակերպությունը մեր երկրում։ Հիմա դա չի եղել, երբ ասում էի խաղաղ պայմաններում։ Ասում էի անենք, դա կարող է պայթել։ Իսկ հիմա, երբ արդեն կռիվը սկսվել է, արդեն բարիկադներ կան, արդեն զոհեր կան, զոհը գիտեք ով է, նախ եւ առաջ մենք հավատացյալներս մենք հիասթափություն ենք ապրում երկու կողմից եւ իշխանության նկատմամբ ունենք հիասթափություն, որ չի կարողանում կարգավորել, հնազանդեցնել։ Ես ասում եմ, որ դա կարեւոր է, եթե դուք հնազանդվել եք ռոմներին, արաբներին, պարսիկներին, թուրքերին, հիմա հայկական ժողովրդավարական պետության դեմ խաչակրած սրբազան փակագծերի մեջ վերցնեմ, կռվեք հայտարարում, բա օսմանների դեմ կռվեիք, բա Ստալինի դեմ կռվեիք, ցույցեր անեիք, Ստալինի ժամանակ ցույցեր անեիք, երբ որ եկեղեցիները գոմ էին դարձնում, պահեստ էին դարձնում, քանդում էին, զանգերը ձուլում էին, այն ժամանակ բա ինչի՞ չէ կռվում։ Դուք հենց սովետի ժամանակ դրանք տարեցեն, ես գիտեմ դրանք որտեղից են, բա ինչի՞ չէ կռվում, ես բանտում ձեզ չեմ տեսել։ Իմ խցիկում ձեզանից ոչ ոք չի եղել։ Խղճի ազատության համար արգելված է խղճի ազատությունը։ Այսինքն հիմա էլ, երբ որ դա եղել է, էլի կարելի է զինադադար հայտարարել։ Բայց հիմա ստացված իրավիճակը զինադադարի տեղ թողնում է, թե այլևս ոչ։ Չէ, քրեականությունը ընդհանրապես դրա մասին չեն քննարկում։ Դու տերտերես թե գեներալ, դա ինձ չի հետաքրում։ Հայաստանի Հանրապետության շահը, պետական շահը ավելի բարձր է, քան թե կորպորատիվ շահ որևէ։ Այսինքն պետությունը ամենամեծ շահառու կորպորացիան է, մեր պետությունը, հայկական պետությունը, Կոմիտասի երաշտությունը հարգող պետությունը, Մովսես Խորենացու պատմությունը հարգող պետությունը, Գրիգոր Նարեկացի սիրող պետությունը ինձ համար ամենաբարձր շահն է կորպորացիայի տեսակետից։ Հոգևորական ես թե գեներալ ինձ համար նշանակություն չունի երկրի։ Քրեական ես, այսինքն օրենքի առաջ հավասար են այդ իմաստով։ Հա, այդ համատեքստում ինչպես է գնահատում այդ աղմուկը, թե ինչպես կարելի է մտնել եկեղեցի եւ առաջնորդարանում խուզարկություն անել, դա նորմալ բան է։
Դա աննորմալ բան է։ Այդ մարդկանց հարկավոր է պատժել, որտեղ նրանք խտրականություն են դնում։ Մենք բոլորս հավասար ենք օրենքի առաջ։ Որ մարդկանց պետք է պատժել, ովքեր որ ասում են, մեզանից մեկը արտոնյալ է։ Հա։ Արտոնություն չկա, բոլորս պետք է ծառայենք Հայաստանի Հանրապետությանը իրար։ Մեր պետությունը մեր հայապահպանության ամենալավ օջախն է։ Այսինքն հայկականությունը, հայի ինքնությունը պաշտպանող ինստիտուտը դա պետությունն է, Հայաստանի Հանրապետությունն է, ովքեր որ դեմ են հավասարությանը, մենք հավասարության սկզբունքով է ժողովրդավարական մեր սահմանադրություն, մեր շատ անհաջող սահմանադրության մեջ նույնիսկ դա գրված է, որ հավասար ենք բոլորս օրենքի առաջ։ Ուրեմն հենց որ մեկը խտրականություն է բերում, նշանակում է ինքը պետք է անպայման օտարվի կամ հասարակությունից կամ պետությունից։ Եթե օտարերկրացի է, պետք է արտաքսվի։ Իսկ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, պետք է պատժվի։ Իսկ այսօրվա ստեղծված իրավիճակի հանգուցալուծում ինչպես եք տեսնում։ Իշխանության օրակարգ, իշխանության ներկայացուցիչների օրակարգ եւ եկեղեցու դիրքորոշում։ Փոքր դատարից հետո շարունակենք։ Վերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույց Free News-ի եթերում, ես զրուցում եմ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Աշակյանի հետ։ Պարոն Աշակյան, մենք խոսեցինք լայն կտրվածքով, շատ լայն կտրվածքով պետություն եկեղեցի հարաբերությունների մասին եւ եկանք հասանք այսօր ստեղծված իրավիճակին, այսօր իշխանության ներկայացուցիչների եւ եկեղեցու սպասավորների միջև խորացող ճգնաժամի մասին եւ հարցը այն է, թե հիմա ինչպես է հնարավոր հանգուցալուծել այս իրավիճակը։ Ինչպես իշխանության ներկայացուցիչներն են ասում, ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հեռանա եւ եկեղեցին պետք է վերադառնա հոգևոր կյանքի, թե եկեղեցին ինքն իր ներսում պետք է բարեփոխում նրան եւ դա իշխանության գործը չէ, չգիտեմ։ Պետությունը իր պատժիչ ինստիտուտներով պետք է պատժի հանցագործությունը, այսինքն քրեականության հետ մենք գործ չունենք։ Կան համապատասխան ինստիտուտներ, նրանք պետք է զբաղվեն հանցագործներով, օրինակ վարորդ հանցագործներով, օդաչու, տանկիստ, հավաքարար, սանտեխնիկ, վարսավիր, ես չգիտեմ։ Բոլոր քաղաքացիների համար կա արդարադատության համակարգ։ Դա պետք է զբաղվի։ Ես դա հանում եմ օրակարգից։ Ինձ չասեք, դե ոչինչ տերտերեր մի բան թրցրեց, չէ։ Ոչ ոք իրավունք չունի։ Արտոնյալ չի ոչ ոք։ Հանցագործությունը արգելված է Հայաստանի Հանրապետությունում։ Դա առանձին։ Իսկ հոգևորականների մեջ, այ հոգևորականները լավ կլինի, որ ղեկավար կազմը, նրանք ովքեր որ հեղինակություն են, նաև մեր համար, ասենք արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, պատրիարքները Երուսաղեմի եւ Ստամբուլի, թե Կոստանդնուպոլսի եւ իհարկե Անտիլասը, այսինքն մենք դա իրենք թող ընտրեն իրենց մեջից իմաստուն հոգևորականների, մենք աշխարհիկներս, մենք հավատացյալներս, նույնիսկ կարելի է հիմա անցկացնել փոքր հանրաքվե, այ ինչ որ բան կազմակերպենք, լիազորություն տանք աշխարհիկ քաղաքացիների, որոնք որ հոգևորական չեն եւ իշխանություն չեն։ Որևէ ձևով իշխանությունում չեն։ Ես կասեի անկուսակցական։ Մտավորականների ընդունված է ինտելիգենսի հավատացյալներից մի խումբ եւ իշխանությունը ազգային ժողովով թե կառավարությունով ինքը գիտի։ Ուրեմն այդպիսի միություն նստենք քննարկենք, նստենք, ասում եմ, քրեականությունը մի կողմ ենք թողում, շարունակելու են, քրեականները իրենց գործը պետք է անեն, իրենց չարագործությունը պետք է անեն, անկախ նրանից նրանք ինչ մունդիր ունեն, հագուստ ունեն, իսկ իշխանությունը իր ձևով քաղաքացիները եւ հոգեվորականների մի խորհուրդ ստեղծենք, ես իմ տեխնացությունը հանում եմ, ես իմ համար չեմ ասում, ես ոչ, ես թոշակառու եմ, ուրեմն ստեղծենք, քննարկենք, կան շատ հետաքրքիր, շատ բան իմացող, իմաստուն, նույնիսկ իշխանությունում կան արժանավոր մարդիկ։ Իշխանությունը ընդհանրապես հենց ընտրվեց դրանք կասկածելի մարդիկ են, դրա համար մենք վերահսկում ենք եւ այլն իշխանությանը։
իրենք են իրար հսկում, ուրեմն իշխանությունը, հասարակությունը, դա կոչվեց հասարակական կազմակերպությունները։ Ես չէի ուզում իրենց մի քիչ արտոնություն տայի, բայց հասարակական ունենք այդպիսի կազմակերպություն։ Քաղաքացիական հասարակություն։ Քաղաքացիական հասարակությունը, հոգևորականները եւ իշխանությունը երրամիությունը նստեն, քննարկեն ինչ են կանելու, բայց ես իմ կողմից որպես թոշակառու անպատասխանատու ասում եմ, որ պետք չի հեծանիվ հնարել այնտեղ, որ ինձ չեմ գնա, որ հրավիրեն չեմ գնալու, բժշկի թուղթ ունեմ ես, կտանեմ բժշկի թուղթը առանց կոռուպցիայի իրոք։ Ուրեմն ես կարծում եմ, որ պետք չի այդ դրանց կողքից մենք ինձ հրավիրեք, հենց որ այդպիսի խումբ ստեղծվի, ես կասեմ, մի հնարեք ոչինչ, Գերմանիայի գերմանական պետության օրենքը կրոնական կազմակերպությունների մասին արտագրեք։ Որ դրեք քննարկեք, հայացրեք, կամ Հունաստանի, կամ Իտալիայի։ Հասկացա։ Իսկ այն ձևակերպումը, որ ասում եք, թե մեր եկեղեցին շփվել է եւ շփվում է օտար պետությունների եւ օտար պետությունների իշխանությունների հետ, դա նաեւ մեր օրերում է եւ ինչպիսին է դա։ Շարունակում են կռվել Օսմանյան պետության հետ։ Իրենք սովոր են։ Գիտեն պետությանը ինչ պետք է ասեն։ Չգիտեն, որ այս պետությունը մերն է։ Մի խոցեք, դա մեր պետությունն է։ Դա ձեր պետությունն է, ձեր հավատացյալների պետությունն է, իրենք իշխանություն են։ Հասկացա, իսկ դա արդյոք օգտագործվում է կամ օգտագործվել է կամ օգտագործվելու է օտարների կողմից ներհայաստանյան ընտրական գործընթացներում։ Չկպա։ Ես կարծում եմ, որ ոչ միայն ներհայաստան, այո, իհարկե, դա սա նախընտրական կամպանիայի մի մաս է, օգտագործվում է տեղի ուժերի կողմից, օգտագործվում է, ամեն ինչ պետք է օգտագործվի, լավ բաներն էլ պետք է օգտագործվեն որպես դրական, որպես սեփական նվաճում, օրինակ իշխանությունը կարող ասել ես բերեցի դա, ընդդիմությունը պետք է ասի այս սա խոստացար չարեցիր, պետք է օգտագործվի։ Իսկ օտար երկրացիները, այ օսմանցիները, խալիֆները, ցարերը, ելո մնաց, հոռոմները, այնանք ասում են, ահա թերություն կա, օգտագործենք, խոցենք հայկական պետությունը, հայկական պետության դեմ օգտագործենք իր ուժերը, օգտակար իդիոտների ինստիտուտ, իմիջիայլոց հոգևորականներն են հնարել այդ տերմինը, օգտակար իդիոտներ կան, որ չգիտեն, իրենք գործիք են դարձել օտար երկրներին, ովքեր որ շահագրգռված են, որ թույլ լինի հավատացյալները չունենան աղոթատեղ, չվստահեն հոգևորականին։ Տեսեք ինչ հետաքրքիր արդյունք տվեց։ Մենք չենք վստահում մեր հոգևորականին։ Մտածում ենք սա թեյավճար է տանում առանց հարկվելու։ Մենք ո՞նց ենք վճարում, դուք գիտեք ո՞նց ենք վճարում, հոգևորականը ո՞նց է ստանում։ Չայևոյ, ուրիշ ձև չունի։ Բայց դա կարելի է, հոգևորականին կախվածության մեջ պահել մուրացկանու ողորմությունից։ Տեսեք, ուրիշներն ասում են թող լինի, խորացրեք, կռիվը խորացրեք, թող հայ հավատացյալը աղոթատեղ չունենա, վստահելի հոգևորական չունենա։ Ավելի պարզացնեմ հարցս, եկեղեցի ներքաղաքական գործընթացներում, ընտրական գործընթացներում գործոն է, ում կողմից է օգտագործվում։ Ես ասացի, մինչև հիմա արդեն 1500 տարի հայկական պետությունը կործանվեց, հենց որ Կիլիկիայում մի պահ Բագրատունիները, Արծրունիները, մի պահ Զաքարյանները, մի պահ Անին, մի պահ հասկանալի է, չէ՞, ես դրանք չեմ ուզում մեջ բերել։ Բայց ընդհանուր առմամբ այն իսկական հզոր հայկական պետություն, որ թագավորը որոշում էր ինչ պետք է անի, այդ դա չկա։ Հիմա իհարկե եկեղեցին օգտագործվում է պետության դեմ, գործիքակազմ ունի, ինստիտուտ ունի, պետության դեմ կռվելու համար, արդեն 1500 տարի։ Այդ եւ որտե ես չգիտեմ 387 թվից սկսված, երբ որ բաժանվեց հռոմեական եւ պարսկականի, ուրեմն հռոմեական մասը այդ ինստիտուտը կրոնական օգտագործում էր պարսկական մասում պարսկական պետության դեմ, պարսկական մասը օգտագործում էր հռոմեական պետության դեմ, եկեղեցին հենց դարձել էր գործիք։ Ռուսական իմպերիան ուղղակի հասցրեց մինչև գենոցիդի կատարելության հասցրեց որպես գործիք մեր
եկեղեցին որպես գործիք ռուսական իմպերիան օգտագործեց մինչև գենոցիդ տարավ։ Իսկ Հիմա շարունակվում է։ մեր օրերում, այսինքն եկեղեցին գիտի կռվել։ Պետության դեմ եկեղեցին կռվելու գործիք ունի, գիտի։ Ես դրա համար եմ ասում, որ հարկավոր է զինաթափել կրոնական կազմակերպությունները։ Կարող է ուրիշ կազմակերպությունները, դուք գիտեք, որ կազակների միություն կա Հայաստանում։ Հետաքրքիր է դա։ Բոլոր կազմակերպությունները, որոնք որ ստեղծված են պետության դեմ կռվելու համար, Հայաստանում պետք է զինաթափվեն բոլոր կազմակերպությունները, այդ թվում կրոնական կազմակերպություն։ Հիմա հայ առաքելական սուրբ ուղղափառ եկեղեցին պետության դեմ կռվող զինվոր է։ Ու հենց հիմա ինքը կռվում է արդեն հայկական պետության դեմ, ոչ թե ռուսական, հռոմեական։ Դե իշխանությունը մեղադրում է, որ քաղաքականության մեջ եք մտել, քաղաքականությամբ եք զբաղվում, նրանք էլ հակադարձում են, որ մենք քաղաքացի ենք եւ ունենք նույն իրավունքները, ինչ ցանկացած մեկը քաղաքական տեքստեր ասելու, չգիտեմ, հայտարարություններ անելու եւ երկրորդ խոսքը մեր հայրենիքի մասին է, մեր հայրենիքի ժողովրդի մասին է, մենք չենք կարող հայրենիքից եւ ժողովրդից անջատ լինել։ Այո։ Այստեղ էս գիծը որտեղ է։ Կա, շատ կարևոր գիծ կա։ Հայկական հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով, մենք հենց որ ասում ենք հայերը ուզում են, չէ, ասում են որ հայերը, դե ասում են մեր ստուդիայի հայերը, այստեղ քանի հոգ ենք հավաքվենք, չէ, հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով ոչ ոք չի բողոքարկել այդ հանրաքվեի արդյունքները։ 91 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը ասեց, որ ուզում եմ առանձին պետություն ունենալ, անկախ եւ ժողովրդավարական պետություն ունենալ։ Դա մեկ, երկրորդը, ուղիղ մի տարի առաջ ականջկանչի Տիգրան Խզմալյանի ինքը նախաձեռնեց, հետո մենք միացանք 3 կուսակցություններ, հանուն հանրապետություն եւ եվրոպական կուսակցությունը եւ քաղաքացիական կազմակերպություններ։ Միացանք նորից մի անգամ հարցրեցինք հայ ժողովրդին։ Մի անգամ հարցրել են, մի 50,000 հոգի հավաքվեք, որպեսզի մենք որոշենք ուր ենք գնում։ Մեր երկիրը ուր պետք է գնա, դեպի Ասիա, դեպի բռնապետություն, օրինակ ոնց որ Տաջիկստանում է, ոնց որ Բելարուսում է, ոնց որ Ռուսաստանում է։ Մերոնց հարցրեցին, դա եք ուզում, թե ուզում եք ոնց որ Ֆրանսիայում է, ոնց որ Հոլանդիայում է, ոնց որ Բելգիայում է, որն եք ուզում, ժողովրդավարություն, հարստություն, առողջապահություն, կրթություն, տեխնոլոգիաներ, արժանապատվություն, խղճի ազատություն, 50-ի փոխարեն 60,000 հոգի։ Շատ լավ, ստորագրությունը հավաքեցի, գնաց ազգային ժողով, դարձավ օրենք, այսինքն հիմա էլ արտգործնախարարությունում վարչություն է ստեղծվել հատուկ։ Քիչ է վարչությունը։ Թող ստեղծվի նաև փոխվարչապետի պաշտոն։ Այո, ավելի ազդեցիկ բան։ Բայց Ռուսաստանը չի համակերպվում, չի հրաժարվում Հարավային Կովկասից, չի հրաժարվում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը նորից Մոսկվա տեղափոխելու, ասում են մեր առաջարկը, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար հարթակ տրամադրենք, այդ առաջարկը կա, գործում է, համեցեք, եկեք ստեղ ստորագրենք։ Շատ լավ, շնորհակալություն, որ այո, մենք պետք է ընտրենք, գնում ենք Ռուսաստանի առաջարկած ծրագրով, Ռուսաստանը որպես խոսնակ, իր թիկունքում կա Բելոռուսը, Տաջիկստանը, Ղրղստանը, Ղազախստանը, էլի կլինեն, երևի հարավային, հյուսիսային Կորեան, չէ, միջնադարից էլ ինչ-որ բաներ, հին Ասորեստանը, հին Եգիպտոսը եւ այլն։ Այսինքն ինքը ասում է, որ մի գնացեք դեպի լավ կյանք, մնացեք մեզ այդ բախտակից, մեր նման ապրեք, մեր նման վատ ապրեք, ակնհայտորեն, մեր նման վատ ապրեք։ Հիմա մեր եկեղեցին միացել է դրանց հայտարարելով։ Տեսեք, ես ասում եմ, երբ որ մեր ժողովուրդը 60,000 ստորագրություն հավաքեց, իրենք էլ 5,000 հավաքեցին, տեսեք ինչ համամասնություն կա, 60,000 մի կողմում է, 5,000 հոգի իրենք հայտարարել են։ Ես ուզում եմ անուն ազգանունով, ստորագրությունով այդ 5,000 հոգին գան։ Ոնց որ ես գնացել եմ անձնագրով, գնացել ստորագրել եմ, ասել եմ 5,000 հոգի ինչի համար են ստորագրել։ Սարգիս Կարապետյանի ժառանգները բազմաթիվ են նրանք ընդհանրապես բազմազավակ են, սիրում են դրանով զբաղվել։ Նրանք
Ես հիմա անունները չգիտեմ, դրանք շատ են էլի։ Կարապետյանները։ Ես կարծում եմ, ասեմ դաժե։ Ուրիշ Կարապետյան էլ կար մեջները։ Սարգսից չէր։ Դա Սարգսինը չէր։ Արտաքինով էլ էր տարբերվում, բարբարով էլ։ Սարգիս Սարգսի թոռը չէր։ Սարգիսը Կարապետյան Սամվելի հայրն է։ հասկացա։ Կարապետ չէ, այն ինչ էր։ Կարապետյան մի Կարեն Կարապետյանի հայրը։ Դրա համար ես մի անգամ իրաց թորներով, ծորներով, հարցներով գալիս են էլի, բարեկամներով։ Նրանք հավաքել են 5000 ձայն։ Մեր 60000-ի դեմ, տեսեք ասում եք ինչ ես ուզում Ազատ։ Ես ասում եմ մենք 60000-ով պարտադրել ենք մեր իշխանությանը, Հայաստանի Հանրապետության իշխանությանը օրենք է ընդունել, հարգել է։ Հիմա սրանք ասում են ժողովուրդ, մենք դեմ ենք ձեր ընտրած ուղուն, մենք դեմ ենք ձեր ծրագրերին, դեմ ենք ազգային ժողովում, ընդունված օրենքին դեմ ենք, մենք մեր ձևով, ես ասեցի չէ դրանք ինչ ձև ունեն, օրինակ Ռուսաստանում այդ ձևը կա, Տաջիկստանում այդ ձևը կա, Բելորուսում այդ ձևը կա, ես ձեզ ասեմ սովետական միությունում, երբ որ սովետները եկան իշխանության, ասեցին մենք այն ձևով Կերենսկու ժողովրդավարական Ռուսաստանից մենք մեր ձևով ենք անելու, կարմիր տերորի մասին է խոսքը։ Սրանք նույնիսկ դա չգիտեն, պարտկոմ են եղել դրանք բոլորը։ SSR-ի պարտկոմներից են, KPSS-ի։ Ուրեմն այդ մեր ձևովը դեմ է հայկական ձևին։ Հայկական ձևը ես ասում եմ 91 թվականի 91 արդեն սկսեցի շփոթվել, այդ լավ չի տաքացել եմ։ Խնդիցիաները միացեք, ուրեմն 1991 թվականի սեպտեմբերի 21-ի եւ 23-ի Գերագույն Սովետի խորհրդի ազգային ժողով չէ, Գերագույն խորհրդի որոշումը կա 100%-ով անկախությանը դեմ, մարդիկ հայտարարում են, ասում են անկախությանը դեմ ենք, ուզում ենք լինել ոսկե հորդայում մեծ մասշտաբով, որտեղ Ռուսաստանը իր այդ մականունների մեջ ունի նաև ոսկե հորդա անունը եւ թագավորի կոչման մեջ կա, ցարի կոչման մեջ էլ դա կա, ինքը խանն էր, Աստրախանի, Կազանի, Ղրիմի խան էր նաև Սիբիրի խան, Թուրքեստանի խանը, հենց որ իմանանք, մենք գալի ասում են Ռուսաստան չէ, դա նաև խանն էր ոսկե հորդայի, ասում են մենք գնում ենք խանություն Լևոն Տեր-Պետրոսյանը լավ բացատրել է ինչ է նշանակում խանություն։ Մենք մեր ժողովրդին պարտադրում է հիմա եկեղեցու սպասավորները, ծառաները, եկեղեցին դա մենք ենք։ Մեր ծառաները ապստամբել են մեր դեմ, ասում են, որ մենք ձեզ ուզում ենք տանենք խանություն, մենք ձեզ ուզում ենք տանենք սովետական միություն, մենք ձեզ ուզում ենք տանել բռնապետություն։ Այ հիմա ես ասում եմ, դրանք ով են։ Այդ ովքեր են, որ ուզում են մեր ժողովրդի կամքը ոչնչացնել, մեզ ստրկացնել, անկախ Հայաստանը կործանել, դա է խնդիրը։ Պարոն Աշակյան, մի հարցերով ավարտենք, շատ հակիրճ խնդրում եմ։ Խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը, ինչպես եք տեսնում, մենք խոսեցինք, որ Մոսկվան դեռ հույսերը փայփայում, մոտ է, հեռու է, եւ այն, որ Ալիևը արդեն ասում է թրիփ, ոչ թե Զանգեզուրի միջանցք, սա լեզվական ինչ-որ բան է, թե իրական քաղաքական փոխակերպում։ Դրանք պրոպագանդայի տրյուկներ են, մենք չպետք է դա Հայաստանի խաղաղությունը ապահովում է Հայաստանի զինված ուժերը։ Այ մենք հենց որ խոսում ենք խաղաղության մասին, մենք ինքներս դա անում ենք, թե չէ։ Մենք ապահովում ենք մեր զինված ուժերին բավարար անձնակազմ, մեր երեխաներին առողջ գրագետ, բանիմաց, հնարամիտ երեխաներին, տղա թե աղջիկ, օրենք ընդունենք աղջիկները թող 6 ամսով գնան ծառայեն որպես օժիտ զինգրքույկը բերեն, դե թող փորձ այդ աղջկան բանասող լինի։ Այս նոտայի վրա ավարտենք, շնորհակալ եմ զրույցի համար։ Չավարտենք, ես կարծում եմ, որ դա ավելորդություն է, քանի մենք ուժեղ ենք, մենք կապահովենք խաղաղություն։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եմ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Աշակյանի հետ, կհանդիպենք։